Դերասան Լևոն Մկրտչյանը վերջին շրջանում դարձել է հեռուստադիտողների սիրված կերպարներից մեկը։ Նրա հայտնվելը «Վերջին զանգը» սերիալում կարծես թե ճակատագրական էր ոչ միայն կարիերայի, այլև անձնական կյանքի համար։ Սկզբում նախատեսված էր, որ նա մարմնավորելու է միայն Միքայելի երիտասարդության դրվագները, ընդամենը մի քանի տեսարաններում նկարահանվելով։ Սակայն դերասանի անկեղծ խաղը, բնական ներկայությունը և էկրանին փոխանցվող ուժեղ էներգիան ստիպեցին Դիանա Գրիգորյանին վերանայել որոշումը։ Այդպես էլ Լևոնին վստահվեց սիրված Հենրիի դերը՝ Միքայելի և Աննայի որդին։ Նրա մարմնավորած Հենրին շուտով դարձավ հեռուստադիտողների քննարկման առարկա։ Սերիալում Լևոնը ցուցադրում է տարբեր զգայական վիճակներ՝ ջերմություն, ըմբոստություն, կարեկցանք ու ներքին պայքար։ Դերասանը կարողացավ հանդիսատեսին ներկայացնել կերպար, որը թե երիտասարդներին է հարազատ իր մտածողությամբ և թե ավագ սերնդին իր արժեքներով։ Լևոն Մկրտչյանը նաև աչքի է ընկնում իր համեստությամբ և հասարակ պահվածքով։ Նա չի սիրահարվում փառքին, թեպետ հանկարծակի դարձավ ճանաչված ու սիրված։ Նրա մասին գործընկերներն ու ընկերները խոսում են մեծ հարգանքով, նշելով, որ Լևոնը շատ պատասխանատու է նկարահանման հրապարակում, ուշադիր է մանրուքների նկատմամբ և մշտապես բաց է խորհուրդների համար։ Դերասանի կինը Էվելինա Ստեփանյանը քիչ առաջ նոր լուսանկար է հրապարակել սոցիալական ցանցի իր էջերում, որտեղ պատկերված է անկեղծ ու հուզիչ պահ։ Նրանք հրապարակում են արել Զվարթնոց օդանավակայանից, որը ուղեկցված է կոտրված սրտի և հայկական դրոշի էմոջիներով։ «Հայաստան, մենք քեզ շատ ենք կարոտելու» գրված է լուսանկարին կից։ Թեև գրությունը կարճ է, սակայն այն արտահայտում է Լևոն Մկրտչյանի և նրա գեղեցկուհի կնոջ Էվելինա Ստեփանյանի հուզական վիճակը, երբ նրանք օդանավակայանի միջանցքով քայլելով ուղևորվում են դեպի ինքնաթիռ։ Նրանց հետևից հասնող արևի լույսը, ինքնաթիռի տեսքը, պատուհանից և քայլող տղամարդու հանգիստ դիրքը կարծես խորհրդանշում են մի նոր կյանքի սկիզբ՝ լի անորոշություններով, բայց նաև անսահման երջանկությամբ։ Այս գրառումը շեշտում է այն միտքը, որ նրանք հայրենիքը լքում են։ Սակայն դեռ պարզ չէ արդյոք Մեղրամսի, թե արտագաղթելու նպատակով։ Զույգը, որն այս օրերին հայտնվել է ուշադրության կենտրոնում, իրենց հարսանիքի շնորհիվ հավանաբար մեկնել է իրենց երկար սպասված հանգստին՝ վայելելու միասին անցկացվող առաջին օրերը ամուսնական կյանքում։ Սա մի շրջան է, երբ ամեն պահ հիշարժան է և ամեն նկար պատմություն։ Ի դեպ, այս գրառումն ու տեսարանը որոշ չափով հուզել են նաև երկրպագուներին ու հեռուստադիտողներին։ Շատերն իրենց մեկնաբանություններում գրել են, որ կսկսեն կարոտել Լևոն Մկրտչյանի կերպարը՝ Հենրիին։ Սոցիալական ցանցերում մեկնաբանությունների մի մասն անհանգստացած հարցնում էր՝ արդյոք Լևոնը և Էվելինան մշտապես են լքում Հայաստանը, թե պարզապես հարսանեկան ճանապարհորդության են մեկնում։ Սակայն նրանց շրջապատի աղբյուրները հանգստացրել են երկրպագուներին, նշելով, որ զույգը հարսանիքից հետո մեկնել է Կարճատև հանգստի և շատ շուտով կվերադառնա։ Ու թեև ճանապարհները կարող են ժամանակավորապես հեռացնել նրանց Հայաստանից, լուսանկարի հուզիչ գրառումն ասում է ամեն ինչ։ Սիրտը մնում է հայրենիքում, իսկ հեռանալով էլ նրանք տանում են իրենց հետ հայկական հարսանեկան գեղեցիկ հիշողությունները, բարեմաղթանքները և հույսը, որ շուտով կրկին կվերադառնան նոր եռանդով, նոր նախագծերով ու ավելի հասունացած սիրով։ Նշենք, որ դերասանի անձնական կյանքը վերջին շրջանում հայտնվեց հանրության ուշադրության կենտրոնում։ Նրա և Էվելինա Ստեփանյանն հարսանիք այս տարվա ամենաքննարկված իրադարձություններից մեկն էր։ Նրանք ամուսնացան համեստ, բայց շատ հուզիչ արարողությամբ։ Հեռուստադիտողներն այդ միությունը համարեցին սերիալի սիրային գծի գեղեցիկ շարունակություն իրական կյանքում։ Այս ամենը գալիս է ապացուցելու, որ Լևոն Մկրտչյանը պարզապես դերասան չէ։ Նա իր պահվածքով, խաղով ու ներքին հմայքով այսօր դարձել է այն կերպարը, որին վստահում ու սիրում է հայ հանդիսատեսը։ Դե ինչ, միացեք մեր ալիքին և չմոռանաք իհարկե գրել՝ արդյոք դիտում եք Լևոն Մկրտչյանի մասնակցությամբ «Վերջին զանգը» հեռուստասերիալը և հավանում եք նրա կերպարը, թե ոչ։ Գրեք ձեր կարծիքներն այս գեղեցիկ զույգի մասին և շատ շուտով հուսով ենք, որ ինչպես հեռուստասերիալի սցենարիստն, այնպես էլ դերասանը կամ նրա կինը պաշտոնական մեկնաբանությամբ հանդես կգան և կնշեն, թե որ ուղղությամբ են մեկնում և արդյոք իսկապես նրանք արտագաղթում են, թե մեկնում Մեղրամսի։ Սպասեք նորությունների, միացեք մեր ալիքին։